Գետ, թերուս, լկտի, անիմաստ գոյություն, լեզվանի արարած։ Ահա այսպիսի բնորոշիչներ է ինձ այսօր տվել հրապարակ թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը, ի պատասխան նրա, որ ես հանդգնել եմ հրապարակավ իր թերթի լրագրողին հարցնել, ով է ֆինանսավորում ձեր թերթը։ Ընդ որում տիկին Օհանյանը այս վիրավորանքների շարանից հետո այդպես էլ միևնույն է չի պատասխանել իմ հարցին եւ հստակ չի ասել ով է ֆինանսավորում նրանց։ Բայց սա թողենք մի կողմ։ Իհարկե նորմալ է, որ տիկին Օհանյանը պիտի վիրավորանքներ հղեր ինձ, որովհետև ինքը պարզ մարդկային դաստիարակության պակաս ունի, բայց դա իր խնդիրն է եւ իր ծնողների խնդիրն է, դա թողենք մի կողմ։ Բայց գիտեք ինչը նորմալ չէ։ Նորմալ չէ, որ մեր լրագրողական դաշտը հիմա չի միավորվելու, չի գնալու հրապարակ թերթի խմբագրություն, չի հարցնելու տիկին Օհանյանին, տիկին Օհանյան, ինչի՞ եք վիրավորում Հայաստանի ազգային ժողովի փոխնախագահային, երբ որ ինքը ձեզ որևէ վիրավորական բան չի ասել, չեք կարծում, որ խմբագիրը երկարամյա պետքա լինի զուսպ, կիրթ, դաստիարակված։ Իհարկե չեն անելու դա, գիտեք ինչու չեն անելու, որովհետև մեր լրագրողական դաշտի մեծ մասը, որը սնվում է տարատեսակ օլիգարխների տեղական եւ արտասահմանյան կամ տարատեսակ հանցագործների ձեռքերից, նույնպես Արմինե Օհանյանն է, նրանք բոլորը Արմինե Օհանյանն են։ Եվ հունիսի 7-ին մենք այդ թվում այս նման լրագրողական դաշտի պետք է պատասխան տանք։ Մենք պետք է նրանց ցույց տանք, որ նման գործելավոճը, այս ամբարտավան, այս լկտի գործելավոճը, երբ որ իրանք թվում է իրանք ինչ ուզես կարող են անել, ինչ ուզես կարող են ասել, բայց երբ որ իրենց պարզ հարց է տրվում, ում փողով եք դու սա անում, պետք է ասեն դա ձեր գործը չի, սա ընդունելի չի։ Եվ հունիսի 7-ից հետո, երբ որ իրանք հասկանան, որ իրենց այս գործելավոճը ոչ մի էֆեկտ չի տվել ժողովրդի վրա, մենք նրանց կստիպենք գալ եւ հրապարակել իրենց ֆինանսական աղբյուրները։ Օրենքի սահմաններում իհարկե։ Ու բոլորը կիմանան, թե որ վիրավորանքը, որ օլիգարխի, որ հանցագործի պատվերն է։ Լավ եղեք, առողջություն տիկին Օհանյանի։ Վստահ եմ բոլորդ էլ լսել եք, որ արհեստական բանականությամբ սարքած Սամվել Կարապետյանի մուլյաժը պատմում է ինչ-որ տենց ուժեղության, Հայաստանի տնտեսության զարգացման աշխատատեղեր սարքելու ու մնացածի մասին։ Հիմա այս տեսանյութում ես ձեզ առաջարկում ուղղակի նայեք, թե այս մարդիկ ոնց են կառավարել հեծը, Հայաստանի էլեկտրական ցանցերը։ Նայեք ինչ ողբերգական վիճակում են այս մարդիկ թողել փաստացի Հայաստանի էլեկտրական ցանցերը ու ինքներդ ձեզ հարց տվեք, ոնց կարա այսպիսի բիզնես կառավարած մարդը ինչ-որ բան անի, աշխատատեղ ստեղծի, բիզնեսի համար օգտակար բաներ անի կամ ինչ-որ ուժեղության հետ կապ ունենա։ Նայեք ուղղակի։ Ուշադիր նայեք այս երկրորդ համաշխարհայինից մնացած ստոլբաներին, նայեք այս խայտառակ լարերին, նայեք այս կյանքի համար վտանգավոր էլեկտրական լարերին։ Ուղղակի նայեք այս սարքավորումներին, որ երևի երկրորդ համաշխարհայինից են մնացել։ Եթե խայտառակությունը դեմք ունենար, դա հենց այս դեմքը կլիներ։ Դա հենց այս կլիներ։ Եթե ապիկար կառավարումը դեմք ունենար, դա հենց սա կլիներ։ Ուղղակի նայեք։ Նայեք ու պարտադիր մի մոռացեք կիսվել տեսանյութով, անպայման կիսվեք տեսանյութով, որ բոլորը հասկանան, թե ինչ է իրանց պատկերացման նշանակում ուժեղ։ Հեցի լարե չէ։ Հեցինը չէ, ինտերնետային է։ Բարև ձեզ։ Հայաստանի Հանրապետության քաղաքացու քվեն արգովաճառքի ենթակա չի։ Մեր պետության ապագան չի կարող դրվել զոհասեղանին հանուն ուրիշների տնտեսական ու քաղաքական շահերի։ Մի կողմ թողնենք Սամվել Կարապետյանի թեկնածության իրավական եւ սահմանադրական արգելքները կապված երկքաղաքացիության եւ մշտական բնակության պահանջների հետ։ Հարցն այստեղ շատ ավելի խորն է ու հայեցակարգային։ Բացառապես քաղաքական անգրագիտությունը կարծել, թե կարելի է առաջադրել այլ պետության տնտեսական համակարգից անմիջական կախվածության մեջ գտնվող տեխնացուի ու ակնկալել, որ ապագայում Հայաստանը չի հրաժարվի իր քաղաքական ինքնիշխանությունից։ Մի մայրաքաղաքի, ուր ընդամենը մի հեռախոսազանգով կարող են փոշիացնել տվյալ անձի ողջ ունեցվածքը։ Ուժեղ Հայաստան կուսակցության այս նկրտումները բախվելու են մեր պետականության ամուր պատնեշներին, երբ տեխնացուի ողջ կարողությունը գտնվում է մի ուրիշ երկրի իրավական եւ քաղաքական տիրույթում, առաջանում է մի պարզ, բայց օրհասական հարց։ Կասեք, որտեղ է լինելու որոշումների կայացման իրական կենտրոնը։ Երևանում, թե Կալուգայից ընդամենը 160 կիլոմետր հեռավորության վրա գտնվող մայրաքաղաքում, որտեղ կենտրոնացված են տվյալ անձի բիզնես շահերը։ Մենք արդեն տեսել ենք, թե ոնց է օլիգարխիկ վերնախավը փերկչի քողի տակ փորձում մտնել քաղաքականություն։ Պետությունը վերածելով սեփական բիզնես շահերի սպասարկողի։ Հայաստանը վերադարձ չի ունենալու այն ժամանակներին, երբ ներքաղաքական օրակարգը ձևավորում էր այլ երկրի քաղաքական վերնախավի հայեցողությամբ։ Այս ուղակի քաղաքական պայքար չի, այս պայքարը կորսվելու վտանգի դեմ, պայքարը հանուն այն բանի, որ մեր պետական դիմագիծը չլուծվի ու չանհետանա հյուսիսի թելադրած օրակարգի մեջ։ Ժողովրդավարական Հայաստանում ինքնիշխանությունը չի կարող լինել դրսից ուղարկված պրոդուկտի փաթեթ։ Մեր ինքնիշխանությունը
Սակարկության առարկա չի, իսկ սեփական ապագան տնօրինելու իրավունքը մեր քաղաքացու ամենամեծ ձեռքբերումն է, որը որևէ բարերարի փայլուն քողի տակ չի զիջվելու։ Մենք ձեզ էլ այդ հնարավորությունը չենք տալու, որ Երևանից շուրջ 2000 կիլոմետր հեռավորության վրա գտնվող կաբինետներում որոշվի թե ինչ պետք է անի Հայաստանի Հանրապետության քաղաքացին եւ ինչպես պետք է ապրի։ Սիրելի հայրենակիցներ, հունիսին 7-ին պետք է ընտրել իրավ եւ լիակատար խաղաղություն։ Այս խաղաղությունը մեր ժողովրդից որևէ մեկը չի կարող խլել եւ որևէ բիզնեսմեն եւ որևէ ռուսաստանցի օլիգարխ այլևս չի կարողանալու մեզանից դա տանել։ Հայաստանի Հանրապետությունում որոշումները այլևս Երևանում են կայացնելու։ Լավ մնացեք։ Երեկ, երբ վարչապետ Փաշինյանը խոսում էր լրագրողների կրթական մակարդակից, հենց սրա մասին էր։ Երբ Աժ ամբիոնից Կոնջարյանը խոսում էր ամեն պատահածի իրեն լրագրող վերագրելուց, հենց սրա մասին էր։ Սիրելի ուսանողներ, ովքեր սովորում են լրագրողական գործ, դաշտը 95 եւ ավել տոկոս ազատ է։ Սովորեք, հմտացեք ձեր գործում, որովհետև իրապես կարիք ունենք ադեկվատ եւ որակյալ լրագրողների։ Սիրելի հայրենակիցներ, ուզում եմ ձեզ ներկայացնեմ մի դրվագ, թե ինչպես են իրենց լրատվամիջոց կոչող կազմակերպությունները պահարակում, զրպարտում մեզ եւ ըստ էության կարող են նույն բան անել ցանկացած մարդու հետ։ Խնդրում լսեք, թե ինչ հարց է տալիս ինձ, ուրեմն ժողովուրդ օրաթերթի այս լրագրողը։ Պարոն Հովհաննիսյան, ձեր մեքենայից հայտնաբերվել էր 0.24 դեղնականանչավուն, այո, զանգված։ Դուք ստում եք։ Ոչ, քննչական կոմիտետ Դուք ես ստում եք։ Ուրեմն քննչական կոմիտեում Ներողություն, ես հենց հիմա ներողություն, ստոպ։ Ես դիմել եմ դատարան ձեր այս հայտարարության վերաբերյալ եւ դուք եւս մեկ անգամ նույն հայտարարությունն անում եք։ Ուրեմն ասեմ, որ ժողովուրդ օրաթերթը արդեն երկար ժամանակ է, տարիներ իմ մասին ինչ սուտ ասես չի գրել, պայմանավորված իմ քաղաքական ակտիվությամբ։ Երևի որ լրացնել ինձ, որ ես չխոսամ իրենց շեֆերի մասին, իրենց շեֆերին վատ բաներ չասեմ հանկարծ, իրենց շեֆերի դավադիր դեմքը չբացահայտեմ, որովհետև երևի իրենց շեֆերն իրենց վրա ջղայնանում են, ասում են մի բան արեք, թող այս պատգամավորները մեր մասին չխոսեն։ Անկամ իմանալով, որ ես դիմել եմ դատարան, անգամ իրենք վստահ լինելով, որ իրենք սուտ են ասում, մեկը շարունակում եմ այս տեղեկատվությունը տարածել եւ փորձել զրպարտել ինձ։ Եվ երբ որ ես նրանց հարցնում եմ, բա ինչի հիման վրա եք այդ տեղեկությունը տարածում, նրանք հղում են անում ինչ-որ հարցման պատասխանի վրա, իբր թե ոստիկանությունից նման հարցմանի պատասխան նման տեղեկատվություն է ստացել։ Երբ որ ես միամիտ լրագրողի ձեռքից վերցնում եմ հեռախոս այդ հարցումը կարդալու համար, պարզվում է, որ այդտեղ նման բան գրած չի։ Հիմա հարցս ձեզ։ Դուք պնդում եք անում, որի մեքենայի մեջից ինչ-որ բան է հայտնաբերվել։ Դուք պնդում եք անում, որի մեքենայի մեջից ինչ-որ բան է հայտնաբերվել այս հրապարակման հիման վրա։ Դուք ստում եք, որտեղ այս հրապարակման մեջ նման բան չկա։ Այսքան բան, սիրելի հայրենակիցներ, մարդիկ սուտ են գրում քո մասին, ասում են, որ դրա տակ ունեն հիմնավորումներ, չեն հրապարակում այդ հիմնավորումները, հետո միամիտ այդ հիմնավորումը իրենց համար շատ անակնկալ կերպով քո ձեռքում է հայտնվում, դու կարդում ես ու հասկանում ես, որ այդտեղ որևէ բան գրված չի։ Այսպիսի պրիմիտիվ եւ լկտի կազմակերպությունների ու մարդկանց հետ գործ ունենք, որոնք խորապես թքած ունեն լրագրողական էթիկայի վրա, այդ մասնագիտության վրա առհասարակ, եւ դրանց գլխավոր նպատակն է զրպարտել մարդկանց իրենց շեֆերի հրամանով, այդպիսով փորձելով լրացնել մեզ։ Չի ստացվելու։ Ավելի շատ են խոսալու ու ավելի շատ ենք ներկայացնելու ձեր ու ձեր շեֆերի դավադիր դեմքը։ Ես ձեզանից պահանջում եմ մնալ լրագրողական էթիկայի տիրույթում եւ վեճի առարկայի վերաբերյալ հրապարակումներ, գրառումներ, նոր զրպարտչական եւ վիրավորական նյութեր չգրել, քանի դեռ գործը գտնվում է դատարանում, քանի որ գործը գտնվում է դատարանում, մենք իրավական պետություն ենք եւ մենք իրար հետ դատարանում կզրուցենք դրա մասին։ Եվ բոլորը կտեսնեն, որ ժողովուրդ օրաթերթը տարիներ շարունակ սուտ եւ կեղծ նյութեր է հրապարակում իմ անձը բախարակելու համար։ Իսկ մենք ապրում ենք իրավական պետությունում եւ բոլոր հարցերը պետք է լուծվեն իրավական ընթացակարգերով։ Ես դիմել եմ դատարան այս զրպարտության վերաբերյալ եւ վստահ եմ, որ այս կազմակերպությունը պատասխան է տալու օրենքի առաջ իրենց տարածած ստերի եւ զրպարտությունների համար։ Լավ մնացեք։ Բարի սիրելի հայրենակիցներ, քիչ առաջ իմ եղբայրը եւ մայրը գնացել էին քաղաքացիական պայմանագիր կուսակցություն, որպեսզի քվեարկեին եւ այնտեղ որոշ իրենց լրագրող անվանող մարդիկ որոշել էին, այսպես ասած, որս կազմակերպել իմ ընտանիքի անդամների նկատմամբ, որպեսզի սադրեն որևիցե գործողություն, բնական է, որևիցե լրատվություն կամ որևիցե ինֆորմացիա ստանալու նպատակ չուներ,
Ժողովուրդ օրաթերթի Թագուհի Թովմասյանի ժողովուրդ օրաթերթի երկու լրագրողը իրանցից մեկը տպել էր մի լուսանկար, պրինտեր արել մի լուսանկար եւ 70 տարեկան մորս փորձում էին ինչ որ բանով սադրեին եւ ինչ որ նյութ ստանային, ինչի այս ամեն ինչը տեղի ունենում, որովհետեւ շատ մեծ մրմուր եւ կսկիծ կա այդ լրատվամիջոցի ներկայացուցիչների մոտ, որովհետեւ նախ եւ առաջ իրենք զրկվել են ազգային ժողով մուտք գործելու հնարավորությունից եւ երկրորդը այսօր ես հրապարակել եմ նաեւ թե ինչպես է մեր ձևով շարժման ներկայացուցիչը մեղմ ասած հրահանգ տալիս թե ինչ նյութ պետք է տեղադրել Արմլուր կայքի այդ իրանց Facebook-յան էջում եւ դա հրապարակել եմ կսկիթն ու մրմուրը հանգիստ չի տալիս իմ մասին արդեն ինչ հնարավոր է գրել են մի 80 անգամ 5 տարի առաջվա կասկադի դեպքն են նշել ամեն անգամ այդ նույն հարցը տալիս են ենթադրում եմ որ դա ինչ որ բան է փոխելու չգիտեմ բոլոր հնարավոր տեղերում որտեղ կարելի է Ալեն Սիմոնյան վերնագիր գրել իրենք դա այդ ժանսը բաց չեն թողնում դիմում են ինչ որ իրավապահ մարմիններին ինչ որ հարցերով եւ այլ եւ մի հետաքրքիր բանել են անում սրա մասին երբեք չեմ խոսել բայց դրանց մի ոչ ունեն խառնակցություն եմ անվանում հիշում եք բանը Մանվել գեներալ Մանվելը մի հայտնի տեսանյութ կա որ ասում է հա Թագուհի ասում է ասա տենա պետք է մի մուտի տանես դու ասա Թագուհի մեգա մուտիկ բյանես ասա այդ խառնակցությունը անելը դա ես պետք է ասեմ որ իրոք գտնվում է ամենաբարձր մակարդակում իրենց մոտ թիմի անդամներին իրար դեմ լարել իրար թիմի անդամներից փորձել խոսք քաշել, փորձել ընկեր ձևանալ եւ ինչ որ ինֆորմացիա, սուտ ինֆորմացիա, ինչ որ տենց ակնհայտ ինֆորմացիա տրամադրել, ասել, բայց չիմացար, այս ինչ մարդը քո ձեր կուսակցությունից ձեր մեջից sense բանը ասել եւ դրա հիման վրա խոսակցություն կառուցել, այս ոճը պահող այս լրագրողները, իդեպ այսօր շատ պետքա ասեմ, որ այսօր նաև պարոն Քոնջարյանը շատ գեղեցիկ, շատ հետաքրքիր ձևով իր տեղը ցույց տվեց այդ լրագրողներից մեկին, որը որ կպչուն տենց եկել էր պարոն Քոնջարյանին հետապնդում էր եւ էլի մանիպուլյացիաների ձևով փորձում են պարոն Քոնջարյանի նկատմամբ ակնհայտ կեղծ լուրեր կպցնել։ Գտնվում է նաև հոգեկան անհավասարակշիռ վիճակի մեջ իմ պացիենտը համեցեք ձեզ առողջություն եմ մաղթում դուք կլավանաք ես ձեզ խոստանում եմ որ դուք կարողանաք ես ձեզ խոստանում եմ եւ եկել են եւ հարձակվել են այս անգամ էլ իմ ընտանիքի անդամներին այդ նույն բանը վրեժխնդրությունը իրականացնելու հիմա ինչի մասին է եթերը եւ ինչ եմ ուզում ասած լինել ուզում ա լինի Թագուհին ուզում ա լինի մեկ այլ այդ հին լրատվական այսպես ասած դաշտի լրատվական թե ինչն է դրա լրատվական չգիտեմ դաշտի ներկայացուցիչները պետք է մի բան իմանան որ այդ գործիքը չի աշխատելու ես ու իմ ընկերները գտնվում ենք պայքարի մեջ քաղաքական պայքարի մեջ մենք գիտենք ովքեր են մեր դեմ ինչ փողեր են ծախսում ինչ մենարկներ են կիրառում, ինչպես են իրանք ներողություն եմ խնդրում պետք է ասեմ, իրանք իրանց ճղում, որպեսզի մեզ վնասեն։ Մենք ես իմ ընկերները չենք վախեցել այդ պատվիրատուներից, երբ որ իրենք իշխանություն են եղել, եւ չենք վախենում եւ չենք անհանգստանում։ Մենք գիտենք, որ մենք մտել ենք նախընտրական շրջան, որտեղ անկանոն կռիվ է գնալու եւ մենք թե հոգեբանորեն, թե մեր հանգստությամբ դրան պատրաստ ենք ձեր գրառումները, ձեր թերթի, ձեր այդ ռոպագանդան, այդ ամեն ինչ ինչի վրա դուք փող եք ծախսում, Հայաստանի Հանրապետության քաղաքացին վաղուց մերժել է 2018 թվականին է մերժել եւ եթե ձեզ թվում է որ չգիտեմ կարևոր է որ դուք ինչ որ հոդված եք գրում, ինչ որ բան եք ասում, որպեսզի մեզ խառնեք եւ լրատվությունից դուրս եկեք եւ մտել եք սադրանքի դաշտ, այդ սադրանքները ինչ որ բան են փոխելու կամ չգիտեմ ներկուսակցական գործերում է ինչ որ բան փոխելու դուք չարաչար սխալվում եք դուք այս գալիք ընտրությունները այդ լրագրողներին եմ ասում են մարդկանց ովքեր իրենց լրագրող են անվանում բայց զբաղված են սադրանքներով եւ սեփական շահերը առաջ տանել դուք այս ընտրությունները արդեն վաղուց պարտվել եք գնացեք զբաղվեք ձեր գործերով Հայաստանի Հանրապետության ժողովուրդը շատ լավ ամեն ինչ հասկանում է նույնիսկ ձեր լրատվականների ձեր տեղադրած նյութերի տակ արդեն ակնհայտ մարդիկ գրում են ու ասում են այն ամենը ինչը որ իրականություն է եւ տալիս են իրական գնահատականը հենց որ շարունակեք այդ չգիտեմ ինչ բառ օգտագործել այդ նյարդային ձեր գործունեությունը սադրանքներ իրականացնելը պրոպագանդիստ հանդիսանալը այլ ուժերի եւ ֆինանսական շահերի ծառայելը մեզ մեկ է մեզ եւ հայ ժողովրդին մեկ
կե։ Դուք գերագնահատում եք ձեր ով լինելը Հայաստանի Հանրապետությունում։ Դուք գերագնահատում եք բոլորը բոլորի մասին ամեն ինչ գիտեն, իմ մասին եւ ձեր մասին ամեն ինչ գիտեն, նենց որ զբաղվեք ձեր գործերով։ Կհանդիպենք ամսի 8-ին, հունիսի 8-ին, ընտրություններից հետո։ Ձեզ բոլորին լավ օր եմ ցանկանում։